Հարազատներ ջան, ես ու դու թերևս այսօր մարդն ենք, որ Տերը կանչել է եւ ընդունել է իր սրահների մեջ։ Գիտեք շատերին է կանչել, բայց այսօր չեն ընդունել, որովհետեւ չեն եկել, իրանց ոտքերը չեն ուղղել ստեղ։ Ես չէի ուզի, որ մի որոշ ժամանակ հետո իմ ու քո մասին այն ժամանակվա հավատացյալները խոսեին անցյալով եւ ասեին ինքը կանչված էր, բայց ոչ ընտրված։ Տերը շատերին է կանչել, բայց այսօր գալով ստեղ Տերը ընդունել է մեզ, ընտրել է մեզ եւ ընդունել է մեզ։ Ուզում եմ ասեմ, որ երանելի են ես ու դու եւ հենց Սաղմոս 4 խոսքն էլ ասում է երանելի են մարդը։ Երանելի են մարդ, որ Տերը ընտրել է։ Գիտես, եթե Տերը չկանչի, ոչ ոք չի կարա գա։ Սա Տիրոջ կանչն է, որ ես ու դու արձագանքել ենք, ասել ենք այո Տեր, մենք ուզում ենք եւ այսօր Տերը իր սրահների մեջ մեզի ընդունել է եւ համոզված է մեր համար սեղանակցել։ Դա համար շարունակության մեջ ասում է Իրանին ան որ դու ընտրում ես եւ ընդունում քո սրահումը բնակվի թող կշտանան քո տան սուրբ տաճարի բարիքներով։ Անգամներ ասել են որ տան մեջ հարազատը կարա բնակվի, օտար մարդը չի կարա տան մեջ բնակվի։ Քո տան մեջ կարա բնակվի քո երեխան, քո հարազատը, քո քույրը, քո եղբայրը, օտարը բնակություն չի կարա հաստատի, կարա որպես հույր գա, որպես հույր գնա։ Կարա մի ամիս էլ մնա, բայց որպես բնակություն դա կարա լինի միայն քո հարազատը։ Այսօր Տիրոջ տան մեջ Տերը կամենում է, որ մենք բնակվենք, որտեղ մեզ ինքը կոչել է որպես Տեր իր որդիները, եւ ուզում է, որ այդ իրավունքով մենք բնակվենք իր տան մեջ։ Դա համար ասեմ, ինչ լավ ենք արել, ինչ լավ է սարը, որ դու այսօր եկել ես այս տան մեջ, Տիրոջ սրահների մեջ։ Ինչի համար, որտեղ շարունակության մեջ ասում է, թող կշտանանք քո տան սուրբ տաճարի բարիքներով։ Եթե կա մեկը, որ այսօր այդ բարիքների կարիք ունի, այդ քաղց ունի, այդ սովը եկել ունի, դանով է եկել, համոզված եմ եւ վստահացնում եմ դու այսօր ստեղից դատակ չես գնալու։ Տերը բան ունի այսօր ասելու։ Առհասարակ Տերը ոչ մեկին դատակ չի թողում։ Ով որ կարիքով է գալիս Տերը տալիս է։ Եթե այսօր կարիք ունես վերցնելու, գալիս ես Տեր տուր ուզում եմ կշտանամ քո տան բարիքներով, Տերը առատապես ուզում է տա։ Բայց եթե գալիս եմ, դե եկել եմ գալու համար, ստանալու ոչ մի ակնկալիք չունեմ, տենց է գնալու եմ։ Մալադեց որ եկար գալուց կետ ստացար, կարաս գնաս։ Բայց եթե մեկ եկել է ստանալու համար, համոզված եմ Տերը բան ունի մեզ տալու եւ Իրանին վերաբերում անան թող կշտանանք քո տան սուրբ տաճարի բարիքներով։ Երանի քեզ քուրս աղբերս, որ այսօր ստեղ ես եւ եկել ես Տիրոջ տան բարիքներից այսօր օգտվելու։ Հիմա ոտքի կանգնեք, աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ ասենք Տեր օրհնիր մեր մեկտեղ հավաքվել Աստվածին։